Շնորհակալություն, պարոն նախարար։ Ես Բարի կոլեջին եմ, գիտահետազոտող եւ Ռուսական ինստիտուտում Թեհրանում համատեղ հայտարարագիրը Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջև չի նշել մինչև 99 տարով վարձակալությունը արդյոք դա լինելու է հայկական ընկերության կամ հայկական ադրբեջանական համատեղ ընկերության կողմից, բայց ինչպես գիտեք Թրամփը ստորագրումից հետո նշել է 99 տարով վարձակալության մասին այս ուղու եւ իլերում դրա կան տարբեր դիրքորոշումներ Հայաստանի ազգային ժողովում հատկապես այս հարցի շուրջ ինչպիսին է ձեր պաշտոնական դիրքորոշումը, ինչպիսին է Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, արդյոք դուք դա հաստատել թե մերժել եք։ Տեսեք, թերևս անհրաժեշտություն կա նորից արձանագրել Հայաստանի Հանրապետության կողմից, որ համաձայնեցված է այն, ինչ հրապարակված է եւ ինչի տակ կան ստորագրությունները։ Այլ պայմաններ, ժամկետ, փայաբաժին, չգիտեմ, որևէ բան տեխնիկական առայժմ համաձայնեցված չի եւ բանակցվում է։ Տարբերակներից մեկը կարող է լինել 99 տարով, ուրեմն շահագործման իրավունքը կամ կառուցապատման իրավունքը, տարբերակներից մեկը կարող է լինել պակաս տարիներով, տարբերակներից մեկը կարող է լինել այս փայաբաժնով, այն փայաբաժնով, ստեղ մի քիչ երևի տնտեսական հաշվարկի հարց կա, սովորաբար այդպիսի հարցերը որոշվում են, երբ որ քննարկվում է թե ինչ ներդրում է արվում եւ ինչքան տարիներ են պետք այդ ներդրումը ռացիոնալ շահույթով հետ ստանալու համար։ Այս հարթության վրա է հարցը եւ այդ հարցերը հիմա քննարկվում են, քիչ առաջ նաեւ մյուս գործընկերոջ պատասխանելիս հնարավորություն դա ունեցա ասելու։ Հիմա այսօր այդ բոլոր հնարավոր թեմաները քննարկվում են։ Դա է նաեւ ի թիվս այլ կարևոր հարցերի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առարկան։ Առայժմ որևէ լուծում, որևէ որոշում չկա։ Հենց որ լինի, բնականաբար այդ ամենը նորից կհանրայնացվի, ինչպես եւ ողջ գործընթացի բոլոր մնացած դետալները։ Հենց որ լինի հստակություն, ում փայաբաժին ինչքան է, որ ընկերության անունը ինչ է, երբ է սկսում շինարարությունը, ինչ տիպի մրցույթ է հայտարարում, քանի տարով է դա, քանի ամսում կլինի շինարարությունը, քանի ամիս հետո կլինի այս ինչ։ Այդ բոլորը երբ որ հստակեցվի, մենք կհայտարարենք։ Բայց նորից այս պահին հայտարարված է այն, ես ներողություն եմ խնդրում կրկնելու համար, բայց իմ գործունեության ընթացքում արդեն բազմիցս առիթ ունեցել եմ համոզվելու, որ բաներ կան, որ պետք է շարունակաբար կրկնել։ Հետևաբար ինչ որ համաձայնեցված է, արդեն հրապարակված է, մնացածը քննարկում ենք։ Իսկ համաձայնեցված է այն, որ ինչպիսին է լինեն այն մյուս լուծումները, որոնց շուրջ մենք նոր խոսեցինք, մնացած բոլոր դետալները, ինչպիսին են դրանք լինեն, դրանք լինելու են ստորագրված եւ հանրայնացված սկզբունքների շրջանակներում, որոնք այն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը, համապատասխանաբար իրենց հատվածի ենթակառուցվածքների նկատմամբ փոխադարձությունը։ Այսքանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։